Այդպիսի նամակներ մեզ համար նորություն չէ։ Վերջին 8 տարում մենք այդպիսի նամակներ մի քանի անգամ ստացել ենք եւ այդ նամակների շուրջ աշխատանքի մեր փորձը, ձևաչափերը եւ բանաձևերը ունենք եւ նախկինում այդ փորձը ցույց է տվել իր արդյունավետությունը։ Շնորհակալություն հաջորդ հարցը ֆակտացներ, Մենք այդ նամակներից մի անգամ չենք ստացել։ Մենք այդ նամակներից ստացել ենք մի քանի անգամ, վերջին 8 տարում մի քանի անգամ։ Ես գոնե 3-4 նման դեպք հիշում եմ։ Պարոն Փաշինյան, մոտ 1 շաբաթ առաջ միջադեպ տեղի ունեցավ ձեր եւ Արթուր Օսիպյանի միջև։ Հիմա նա միանգամից 3 հոդվածներով մեղադրվում է եւ երկամսյա տնային կալանքի տակ է, բայց պարոն Փաշինյան, ձեր ուղիղ եթերում չկան ինչ որ վիրավորական արտահայտություններ, խուլիգանական դրսևորումներ Արթուր Օսիպյանի կողմից, ընդհակառակը նա էր փորձում հանդարտեցնել իրավիճակը եւ ձեզ էր հորդորում հանգիստ խոսել եւ ձեր ուղիղ եթերից դուրս արդեն լրատվականների կադրերով մենք տեսնում ենք, թե ինչպես են ՊՊԾ աշխատակիցները Արթուր Օսիպյանին հեռացնում այդ տարածքից։ Խնդրում եմ ասեք, ինչը ձեզ հունից հանեց եւ նա պնդում է, նրան ճանաչողները պնդում են, որ նա չունի որևէ կապ չի ունեցել իշխանության հետ, էլիտայի հետ որևէ կապ չունի եւ դուք նրան փախած անվանեցիք։ Հիմա նա երևի տեղյակ եք, որ հացադուլի մեջ է եւ ասել է, որ հացադուլը կդադարեցնի այն դեպքում, երբ որ դուք ներողություն խնդրեք իրենից, իրեն փախած անվանելու համար եւ նրան ճանաչողները նաեւ նշում են, որ նա սկզբունքային է եւ եթե չդադարեցնի, դա կարող է անդառնալի հետևանքներ ունենալ։ Ուզում եմ հարցնել, արդյոք պատրաստվում եք ներողություն խնդրել Արթուր Օսիպյանից եւ եթե ոչ, ապա չեք կարծում, որ նրա հետ եթե ինչ-որ մի բան պատահի, դուք մեղքի զգացում կունենաք այդ ժամանակ, թե ոչ։ Շնորհակալ եմ։ Ինձ համար Սամվել Շահրամանյանն ու Արթուր Օսիպյանը նույն կատեգորիայի մարդիկ են։ Որտեղ է Արթուր Օսիպյանը կռվել, որ մի հատ եկել է Ղարաբաղի հարցը առաջ տան։ Որտեղ է կռվել։ Որտեղ ա եղել ինքը ընդհանրապես պատերազմի ժամանակ։ Նա պետք է ներողություն խնդրի եւ իր նման պսևդոէլիտայի ներկայացուցիչները, գիտեք, մենք չգիտենք իր եւ Ղարաբաղի իշխանության կապերի մասին։ Այսինքն ձեզ թվում է, որ մենք տենց բան, հա, միամիտ ենք։ Ինքը եւ պսևդոէլիտայի մյուս ներկայացուցիչները պետք է ներողություն խնդրեն մեր նահատակների ընտանիքներից, որ ուզում են շարունակել այդ process-ը եւ Հայաստանը վերադարձնել կոնֆլիկտի խորխորատի մեջ։ Որտեղ է կռվել ինքը, որտեղ է եղել ինքը եւ իր նմանները։ Այո, ինքը եւ իր նմանները, ել եմ ասում, խոսքս վերաբերում է Ղարաբաղի պսևդոէլիտային։ Նրանք փախածներն են, որոնք պատանդ են պահում մի հատ Ղարաբաղում, Ղարաբաղի ժողովրդին, հիմա էլ Հայաստանում են պատանդ պահում Ղարաբաղի ժողովրդին։ Իրանք էլ չեն դիմում Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար եւ ուրիշներին հորդորում են, որ չդիմեն Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար։ Շնորհակալություն հաջորդ հարցը օրագիր։ Պատասխանեցի ես ձեր հարցին, բավարարվեք իմ տված պատասխանը։ Շնորհակալություն օրագիր։ Պարոն Փաշինյան, դուք եւ ձեր թիմակիցները ընդդիմադիր ուժերին մեղադրում եք կաշառք բաժանելու մեջ, պնդում, որ կաշառք բաժանողները պետք է խստագույնս պատժվեն, բայց հիշեցնեմ 2017 թվականի Երևանի ավագան ընտրությունների ժամանակ դուք քաղաքացիներին խոստանում եք, եթե որ այն քաղաքացիները, որոնք կաշառք չեն վերցնի եւ ելք դաշինքի օգտին կքվեարկեն, ձեր հաղթանակի դեպքում Երևան քաղաքի բյուջեից 15,000 դրամ կստանան եւ պնդում եք, որ բյուջեն քաղաքացիների սեփականությունն է եւ նման հատկացումներ կարող են լինել։ Շատերը պնդում են, ինչ է ստացվում, որ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանին կարելի էր կաշառք բաժանել բյուջեից, իսկ վարչապետ Փաշինյանի հակառակորդներին ոչ, եւ եթե պնդեք, որ ձեր խոստացածը կաշառք չէր, կխնդրեմ պատասխանեք, ինչպես կարձագանքեք, եթե հիմա ընտրապայքարի դուրս եկած ուժերը մարդկանց խոստանան, եթե իրենց օգտին քվեարկեն, պետական բյուջեից գումար կստանան։ Դրանից հետո նրանք քանի ժամ ազատության մեջ կմնան եւ մյուս հարցս ճեպազրույցներից մեկում դուք նշեցիք, որ 44 օրյա պատերազմի մասին չկա մի բան, որ ժողովրդին հայտնի չէ։ Այնուամենայնիվ պատերազմից 5.5 տարի անցել եւ մեր բոլոր զոհերի անուն ազգանունները դեռ չեն հրապարակվել, ինչը մանիպուլյացիաների դաշտ է բացում եւ տարբեր շրջանակներ տարբեր թվեր են նշում 5000 զոհ, 4000 զոհ,
մի առիթով էլ դուք պլյուս մինուսով մի թիվ նշեցիք եւ քննադատվեցիք եւ այսպես շարունակ։ Վերջին շրջանում ձեր թիմակիցները նշում են, որ սոհերի անունները հրապարակվել են Զինապահ հիմնադրամի կայքում, սակայն այսօր առավոտյան ես եւս մեկ անգամ այդ կայքը ուսումնասիրեցի եւ այնտեղ գտա 3251 զոհվածի անունը, եթե հաշվի առնենք ՔԿ-ի նշած 3833 թիվը, ապա այդ դեպքում էլ 582 զոհվածի անուն ազգանուն այդ կայքում դեռևս հրապարակված չէ, բայց հանրությունը, ժողովուրդը իրավունք ունի իմանալ իր սոհերի անուն ազգանունները։ Ի վերջո, երբ